Արդյոք սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական պատշաճ երաշխիքները չեն գործում։ Այո, հենց դրա մասին է վկայում։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մեկնարկը տրվել է 2026 թվականի փետրվարի 7-ից, երբ Հանրապետության նախագահի կողմից ընդունվեց համապատասխան հրամանագիրը։ Այդ իսկ պատճառով բարձր դատարան մեր կողմից ներկայացված դիմումը իր մեջ որպես ելակետային տվյալ դիտարկում է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածը, այնուհետև հունիսի 7-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածը ելնելով պատասխանողի, այն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններից, այնուհետև որոշումներից։ Փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածը բարձր դատարան ընտրական տեսանկյունից որոշակի իմաստով աննախադեպ է։ Աննախադեպ է իր վարչական ռեսուրսի չարաշահման ծավալով, որովհետև շատ քչերը երևի թե կկարողանան համեմատական վերլուծությամբ բերել մեկ այլ երկրի օրինակ, որտեղ իշխանությունները, որոնք նաև արդեն իսկ այդ ժամանակ բացահայտել էին իրենց հայտը մասնակցելու ընտրություններին, իրականացնում են սոցիալական այնպիսի մեծ բարեփոխում, որը վերաբերում է հասարակության ստվար զանգվածին։ Կենսաթոշակի բարձրացումը պարզապես տեխնիկական գործընթաց չէ։ Կենսաթոշակի բարձրացումը սոցիալապես խոցելի ստվար զանգված ունեցող հասարակությունում մեծ ազդեցություն ունի։ Եվ երբ այդ բարեփոխումը կատարվում է փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, երբ դրան մի քանի ամիս առաջ ժամանակահատվածում նույն այդ գործադիր իշխանությունը, որը իր ներկայացվածությունը ունեցել է սույն դատաքննությամբ 3-րդ անձ ներգրավված քաղաքական ուժի նախընտրական ցուցակում որպես առաջին համարը, խոսում էր ազգային ժողովում նրա մասին, որ կենսաթոշակի բարձրացման անհրաժեշտություն չկա։ Որովհետև ինչ պետք է անեն թոշակառուները այդ 10,000 դրամը։ Մի քանի ամիս անց հենց այդ բարեփոխումը կատարվում է փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում։ Արդյոք սա ընտրական գործընթացի հավասարությունը արգելափակող եւ խաթարող գործողություն չէ։ Կարծում եմ ակնհայտ է, որ անհամատեղելի է Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջների հետ։ Բարձր դատարան նույն այս նախընտրական ժամանակահատվածում կարծում եմ շատ քիչ հանդիպող մի իրավիճակ էլ արձանագրվեց։ Քաղաքական կուսակցությունը, որը հայտ էր ներկայացրել, հայտարարել էր դրա մասին, որ մասնակցելու է ընտրություններին, ունենալով ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, նախաձեռնում է ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Փոփոխությունը նախաձեռնվում է այն տրամաբանությամբ, որ օրինակ որևէ մի դաշինք հնարավորություն չունենա անձնանուն նախատեսելու անվանման մեջ։ Իդեպ, իրենք չէին էլ թաքցնում, որ դա արվում է կոնկրետ մեկ ուժի դեմ, այն ուժի, որին մենք ներկայացնում ենք Սահմանադրական դատարանում եւ այն ուժը, որը վիճարկել է Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշում։ Սա ակնհայտ է։ Սա ակնհայտ է ազգային ժողովի համապատասխան սղագրություններից, սա ակնհայտ է համապատասխան հայտարարություններից։ Իդեպ այդ նույն ընտրական օրենսգրքում փոփոխության փաթեթի շրջանակներում նաև նախատեսվում է անվավերությանը վերաբերող լրացուցիչ պահանջներ։ Այն, որ Վենետիկի հանձնաժողովը քանիցս խոսում է նրա մասին, որ ընտրական գործընթացներին նախորդող ժամանակահատվածում, երբ արդեն մի քանի շաբաթ է մնում նախքան ընտրությունները, նման փոփոխություններ չպետք է կատարվեն, նորություն չէ։ Դրա մասին տեղյակ էին բոլորը, բայց ապօրինությունը տեղի ունենում է։ Ինչևէ, դրա հետևանքները նաև ակնհայտ էին անվավեր ճանաչված քվեաթերթիկների թվաքանակից, որին առանձին դեռ անդրադարձ կկատարենք։ Ընտրական գործընթացի հավասարության խաթարման մասին խոսում էր նաև այլևս հաջորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ դեպքերը։ Այս ընտրությունները նաև տարբերվում էին նախորդող ընտրություններից նրանով,
որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ներկայացված բոլոր դիմում բողոքները ոչ թե քննության առարկա են դարձվել դասական իմաստով, վարչարարության իմաստով, նիստ գումարելու իմաստով, այլ դրանք պարզապես հասցեագրվել են դատախազության։ Քավլիցի, միգուցե դա էլ հայեցողական լիազորության իրացումն է։ Թող բարձր դատարանը գնահատի։ Արդյոք դա է այն մոտեցումը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իրացնի, երբ ընտրական գործընթացի կարևորագույն փուլում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացվում է կոնկրետ դիմում, կոնկրետ բողոք վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Մենք դրանց վերաբերյալ ներկայացրել ենք վարչական դատարան համապատասխան հայցեր։ Վարչական դատարանը ըստ էության արձանագրելով, որ հայեցողական լիազորություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պայմանականորեն նախազգուշացում կիրառելու, թե իրավասու մարմնին հասցեագրելու, որևէ մեկ դեպքում այդ դատական ակտերը հասանելի են նաև բարձր դատարանին, որևէ մեկ դեպքով չի ժխտել վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանք։ Ավելին, վարչական դատարանի դատավորներից մեկը նույնիսկ ուղիղ արձանագրել է, որ այնտեղ տեսնում է քրեաիրավական արարքի էլեմենտները եւ այդ իմաստով արդարացրել է վարչական դատարանը ԿԸՀ-ի կողմից դատախազությանը հասցեագրելը մեր դիմում։ Բոլոր դեպքերում կրկին ուզում եմ արձանագրել, որ այս հարցին գնահատական պետք է տա բարձր դատարանը, արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է իր սահմանադրությամբ նախատեսված առաքելությունը թե ոչ։ Այս ընտրությունները բարձր դատարան ուղեկցվել են նաև ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ։ Ատելության խոսքի թիվ 1 տարածողը կրկին հանդիսացել է քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող падգամավորի թեկնածուն։ Այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել 2021 թվականին։ Եվ այստեղ նաև կարևոր է արձանագրելը, որ միգուցե սահմանադրական դատարանը կարող էր դեռևս 2021 թվականին ավելի կանխարգելող դիրքորոշում արտահայտել։ Ինչևէ, ատելության խոսքի տարածման վերաբերյալ հանգամանքները փոխանցել էին կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այդ դեպքով իդեպ նիստ նշանակվեց։ Վարչարարության տեսանկյունից անհրաժեշտ գործողությունները կատարվեցին։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես չեմ ուզում կրկնել այդ բառամթերքը, իսկապես հարգելով թե սահմանադրական դատարանին, ընդհանուր առմամբ, ինքս հատուկ վերաբերմունք ունեմ այս կառույցի նկատմամբ։ Նաև իհարկե հարգելով մեր հայրենակիցներին, ովքեր հետևում են մեզ, չեմ ուզում բառացիորեն կրկնել այդ արտահայտությունները։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրինակ ուներ այն դիրքորոշումը, որ այստեղ որևէ խնդիր չկա եւ այդ արտահայտություններով թող շարունակվի նախընտրական քարոզարշավ։ Մեր կողմից ներկայացվեց բողոք վարչական դատարան։ Այնպես ստացվեց, որ վարչական դատարանը չհամաձայնվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշման հետ, մասնավորապես արձանագրելով, որ նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործված արտահայտությունները դուրս են քաղաքական քննադատության եւ ընդունելի քաղաքական բանավեճի սահմաններից։ Դրանք օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում, քան ամրագրված է պատասխանողի որոշմամբ։ Պատասխանողը գտնում էր, որ բոլոր դեպքերում կարող է նաև այդպիսի արտահայտությունները լինեն X կամ անհասկանալի մի համատեքստում։ Եվ իհարկե նաև արձանագրվել էր, որ սահմանադրական դատարանի 1606 որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ եւ առողջ ընտրական միջավայրի հետ։ Հիմա ես ուզում եմ հարց բարձրացնել բարձր դատարան։ Եթե չլիներ այս խոսույթը, կարող է ընտրությունների արդյունքները այլ լինեին։ Կատարում եմ պնդում, միանշանակ այո։ Ի վերջո, երբ մենք խոսում էինք դատավորներից մեկի մասնակցության անհնարինության մասին, բարձր դատարանի դատավորը ուղիղ արձանագրեց, որ սահմանադրական դատարանի դատավորները ևս հասարակության մասն են։ Եվ շատ ճիշտ արձանագրում էր դա։